Ջունիուս ֆինանսական գրագիտության մրցաշարի այս տարվա առաջին հաղթողներն են 3 տարիքային խմբում 3-ական հաղթող։ Առցանց մրցաշարին մասնակցել են 3-ից 8-րդ դասարանի աշակերտները։ Դուք ով տեսա, որ տենց մրցույթ կա, ես որոշեցի խաղամ։ Շատ պատահական եմ իմացել, որ մրցույթ կա, խաղալու ընթացքում ես հասկացա, որ ես ձեռք եմ բերել շատ գիտելիքներ։ Վճարում անելուց տեսա այդ մրցույթը ու մտածեցի խաղալ, հետո հասկացա, որ շատ հետաքրքիր խաղ է։ Չգիտեի, որ մրցույթ կա, ուղղակի մտնում էի, խաղում էի։ Դուք հատուկ եք, որովհետև դուք առաջին Ջունիուս մրցույթի հաղթողներն եք։ Եկեք մի հատ մեծ ծափահարենք։ Ես բոլորից շնորհավորում եմ, մեծ հաջողություններ եմ ցանկանում։ Ուզում եմ, որ ձեր կյանքի բոլոր մրցույթներում հաղթող դուրս գաք, իսկ եթե նույնիսկ չհաղթեք, ապա այնքան գիտելիք ու պաշար հավաքեք այդ մրցույթների եւ այդ կրթվելու ընթացքում, որ հետո ավելի մեծ հաղթանակների բերի ձեզ։ Ֆինանսական գիտելիքներ կարելի է ստանալ նաև խաղալով։ Իդրամ ջունիոր հավելվածը տալիս է այդ հնարավորությունը։ Նախատեսված է 8-ից 16 տարեկան երեխաների համար։ Դրա միջոցով երեխաները հնարավորություն են ստանում ունենալ անկանխիկ գումար, կատարել անհպում վճարումներ, խնայել եւ պատասխանատու մոտեցում ձևավորել սեփական ֆինանսների հանդեպ։ Իդրամ ջունիոր հավելվածը ստեղծվել է Իդրամ ընկերության կողմից որպես առաջին հայկական մանկական ֆինանսական հավելված, մեկ նպատակով՝ զարգացնելու երեխաների ֆինանսական գրագիտությունը։ Հաղթողների մեծ մասը խաղացել է ոչ թե մրցանակի, այլ նախ եւ առաջ գիտելիքի համար։ Ես նույնիսկ հեծանվի նկարը չէի տեսել։ Ես չեմ խաղացել ինչ-որ նվերի համար, զուտ խաղացել եմ իմ ցանկությամբ։ Սովորեցի, որ պետք է միշտ զգուշանալ զեղծարարներից։ Իմացա բանկային քարտերի մասին ու բանկային խարդախության մասին։ Ֆինանսական գրագիտությունը շատ է պետք, որովհետև երբ որ մեծանանք, մենք դրա մեջ ենք միշտ լինելու, որովհետև ֆինանսը մեր կյանքի անբաժան մասն է։ Հաղթողներից միայն Դանիելն է, որ նախապես ծանոթացել է մրցանակներին ու նպատակ դրել ամեն գնով դառնալ տեսախցիկի սեփականատերը։ Մրցանակները մտանալու ու տեսա, որ կամերան կա, շատ դուրս եկա, սկսեցի կամերայի համար բան անել։ Ամեն դեպքում լիքը լավ գիտելիքներ ստացա։ Ջունիուսում հաղթող են բոլորը, որովհետև այստեղ խաղը գիտելիք է տալիս, իսկ գիտելիքը հաղթանակ։ Մուտք են գործում հավելված, միայն այստեղ է հնարավոր խաղալ Ջունիուս խաղը, եւ Իդրամ ջունիորում բացելով ուղղակի Ջունիուսը, նրանք զարգացնում են իրենց գիտելիքները, ստանում են նոր գիտելիքներ, հարցերը իդեպ պարբերաբար թարմացվում են, ուստի երեխաներին շատ հետաքրքիր է ժամանակ անցկացնել այս խաղը խաղալով։ Այս երեխաները Իդրամ ջունիոր հավելվածից օգտվում են գրեթե ամեն օր, փոքրիկ գնումներ ու վճարումներ կատարելով։ Օրինակ Անին ծնողներից գումար խնդրելիս անգամ հաղորդակցվում է հավելվածի միջոցով։ Իրան մի քիչ գումար եմ ուղարկում, այդտեղ գրելու տեղ կա։ Գրում եմ, որ շատ խնդրեմ ինձ գումար կուղարկես։ Իմ ցանկությունը, ես եմ ծնողներիս համոզել, որ այս հավելվածը ունենամ։ Ինձ թվում է, որ սա շատ լավ հավելված է, որովհետև այստեղ անհպում վճարում է, QR կոդով կարող ենք վճարում անել, կարող ենք մեր հաշիվը լիցքավորել եւ գումար ուղարկել։ Դուր է գալիս, որ անիմաստ չպետք է քարտ վերցնես ու ամեն ժամանակ կարաս վճարես։ Հեռախոսը միշտ մոտս է լինում, դրա համար միշտ Իդրամով եմ վճարում։ Ջունիուսի երկրորդ մրցաշարն արդեն մեկնարկել է, այն կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ Կանոնները նույնն են։ Հաղթելու դեպքում արդյունքը կհամարվի վավեր եւ մրցանակը կհանձնվի, եթե Իդրամ ջունիոր օգտատերը ծնողի կողմից նույնականացված լինի։ Երեխան էլ իր տարիքին համապատասխան հարցաշարն անցնի։ Պետք է հաղթահարեն մի շարք մրցափուլեր, հավաքեն մաքսիմալ միավորներ, ամենաարագը հավաքեն այդ միավորները, որպեսզի ճանաչվեն հաղթող։ Ջունիուս խաղում այսուհետև պարբերաբար անցկացվելու են մրցաշարեր։ Լավագույն եռյակում հայտնվողները Իդրամի կողմից կստանան արժեքավոր նվերներ։